Ողջույն, մենք այսօր խորանալու ենք մի թեմայի մեջ, որը կարծում եմ շատերին է հետաքրքրում վերջին օրերին։ Այո, խոսքը ՀՀ քննչական կոմիտեի բավականին աղմկահարույց հայտարարության մասին է։ Հենց այդպես։ Քրեական գործ Սրբազան պայքար շարժման ու նրա առաջնորդի Բագրատ Սրբազանի շուրջ։ Մենք ունենք երկու հիմնական աղբյուր՝ քննչական կոմիտեի պաշտոնական տեքստը Եվ նաև Բագրատ Սրբազանի վերջին ելույթներից, հարցազրույցներից որոշ հատվածներ։ Մեր նպատակն է այս ամեն ինչ, կարևորը զտել, որ դուք կարողանաք ձեր պատկերացումը կազմել, առանց մեր կողմից ինչ-որ գնահատական տալու։ Լավ, եկեք սկսենք հենց քննչական կոմիտեի հաղորդագրությունից։ Հունիսի 25-ին են տարածել, չէ՞։ Այո, հունիսի 25-ին։ Ուրեմն ըստ ՔԿ-ի խոսքը գնում է ՎԳ անունով անձի մասին, որը որոշ տեղերում նույնացվում է Բագրատ Սրբազանի հետ, եւ մի շարք այլ մասնակիցների։ Եվ ինչ են նրանք ըստ մեղադրանքի արել։ Նշվում է, որ դեռ 2024-ի նոյեմբերից նախապատրաստել են իշխանության զավթումը։ Ուշադրություն դարձրեք, ոչ սահմանադրական ճանապարհով։ Ոչ սահմանադրական, այսինքն ուժային ճանապարհով։ Դե ըստ էության այո։ Նաև նշվում է ահաբեկչական գործողությունների նախապատրաստում։ Սրանք շատ ծանր մեղադրանքներ են։ Իսկ կոնկրետ ինչ գործողություններ են նկարագրում, որովհետև հաղորդագրությունը բավականին մանրամասն էր։ Ճիշտ է։ Խոսվում է մինչև 250 հարվածային խմբերի ստեղծման պլանների մասին։ Հիմնականում նախկին զինվորականներ, ոստիկաններ։ 250 խումբ, այդ բավականին մեծ թիվ է։ Ինչ պետք է անեին այդ խմբերը։ Ըստ ՔԿ-ի նպատակը եղել է շատ կարճ ժամանակում, ասենք 24-ից 36 ժամում, երկրում ստեղծել քաոսային իրավիճակ։ Քաոսային, այսինքն ինչպես։ Դե նշվում է տրանսպորտի կաթվածահարում, վթարների բեմադրում, մեքենաների այրումներ։ Նաև փայտյուններ, կրակոցներ վախի մթնոլորտ ստեղծելու համար։ Էլեկտրաէներգիայի, համացանցի անջատումներ, լուսացույցների խափանումներ, ամբողջ ենթակառուցվածքների թիրախավորում է փաստորեն։ Այո, հենց այդպես։ Ոստիկանության շարժի արգելափակում, հաքերային հարձակումներ, այսպես ասած, ամեն ինչ անել, որ երկիրը դառնա անկառավարելի։ Եվ այս ամենի վերջնական նպատակը, ինչպես հասկանում եմ, իշխանությանը հրաժարական պարտադրելն է։ Հենց այդպես է նշված։ Նաև ասվում է, որ հավաքագրվել է ավելի քան 1000 մարդ, ձեռք են բերվել Երևանի քարտեզներ, ենթակառուցվածքների մասին տվյալներ։ Հազարավոր հրավտանք միջոցներ ու այդ մետաղական աստղիկները, դրանք անվադողերի համար են, չէ՞։ Այո, դրանց մասին էլ է խոսվում, բայց ըստ ՔԿ-ի այս ամբողջ նախապատրաստական աշխատանքը կանխվել է։ Ահացենի կողմից։ Հա, ազգային անվտանգության ծառայության կողմից, դեռ նախապատրաստման փուլում։ Ու էլի շեշտենք, սա մեղադրանք է։ Մարդը անմեղ է, քանի դեռ դատարանի վճիռ չկա։ Շատ կարևոր հիշեցություն, հիմա եկեք անցնենք մյուս կողմին, Բագրատ Սրբազանի հայտարարություններին, որոնք դուք ունեք ձեր աղբյուրներում։ Նա խոսում է շարժման նոր փուլի մասին, ավելի տաք փուլ։ Ինչ է դա։ Դե նրա խոսքերով պատրաստվում են վերսկսել փողոցային պայքարը, ասում է հանդիպումները լինելու են հրապարակներում, փողոցներում ու գործողությունների մեկնարկը օրերի հարց է։ Վստահություն է հայտնում, որ խաղը իրենք են թելադրում, ծրագիր կա։ Այո, այդպիսի արտահայտություններ կան, զուգահեռաբար շատ խիստ քննադատել իշխանությանը, խոսում է ազգային ժողովում հնչող հայոյանքների մասին, ենթադրյալ ճնշումների մասին քննիչների վրա, նույնիսկ թրաֆիկինգ բառն է օգտագործում։ Հետաքրքիր է, որ նա բացառում է ընտրությունների տարբերակը, ասում է, եթե 2026-ին ընտրություններ լինեն, դրանք կլինեն առանց այս չարիքի իշխանության մասնակցության։ Սա ինչպես է կապվում մնացածի հետ։ Նաև դա հենց այն կետերից է, որը ուշադրություն է գրավում։ Մի կողմից փողոցային պայքարի կոչ, մյուս կողմից ընտրությունների, ասենք, մերժում ներկա իշխանության մասնակցությամբ։ Նաև շատ է շեշտում եկեղեցու դերը։ Հա, շատ։ Պնդում է, որ եկեղեցու դեմ պատերազմ է սկսվել, որ եկեղեցին վերջին խրամատն է եւ որ իր խոսքով Փաշինյանը չի կարող հաղթել եկեղեցուն։ Նա նաև անդրադարձել է նախորդ տարվա շարժմանը, չէ՞։ Իր անփորձության մասին է խոսել։ Այո, նշել է իր անփորձությունը եւ այն, որ այն ժամանակ վարչապետի թեկնածու չեն ունեցել որպես խնդիրներ։ Լավ, ամփոփենք։ Ուրեմն ունենք երկու կարելի է ասել շատ տարբեր նարատիվ։ Հա, մի կողմից քննչական կոմիտեն, շատ կոնկրետ ծանր մեղադրանքներով, իշխանության զավթում, ահաբեկչության նախապատրաստում, կոնկրետ պլաններ, խմբեր։ Մյուս կողմից Բագրատ Սրբազանը, ով խոսում է պայքարի շարունակման, ավելի տաք փուլի, եկեղեցու պաշտպանության մասին, բայց նաև արդարությունից, հոգևոր արժեքներից։ Եվ հենց այդ հակադրությունն է, որ այս իրավիճակը դարձնում է շատ բարդ։ Քննչական կոմիտեի նկարագրած պատկերը
կազմակերպված բռնի գործողությունների մի ամբողջ ծրագիր, Եվ Սրբազանի հրապարակային խոսույթը, որը կենտրոնանում է ավելի շատ արդարության վերականգնման, սիրո հեղափոխության, հոգևոր պայքարի վրա։ այո, այս երկու գծերն էլ արկա են ձեր աղբյուրներում։ Եվ հենց այլ երևի այն հարցն է, որ թողնում ենք ձեզ մտորելու համար։ Ինչպես կարող են այս երկու իրականությունները, պետական մարմնի կողմից նման ծանր մեղադրանքները եւ միևնույն ժամանակ շարժման առաջնորդի կողմից արդարության, հաշտության, նույնիսկ սիրո հեղափոխության մասին խոսքերը զուգահեռ գոյություն ունենալ։ Սա կարծում եմ շատ բան է ասում Հայաստանում ներկայիս իրավիճակի խորության ու բարդության մասին։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս քննարկման ընթացքում։